լավ ամեն ինչ եղբայրս ունի, փառք Աստծո ես է սոված չեմ, իմ համեստ հնարավորություններով սաղ կյանքս իմ տունը պահել եմ, չէ, ինչն է խնդիրը, լավ փորձեք ինքնուրույն մտածել, պաշտոն, ամենաբարձր պաշտոնից ես թողեք գնացել եմ, բարձր, որ սաղ երկրի անցուդարձը մոտավորապես իմ կողքով անցել է։ Ինչու եք թողել։ Ավարտը, մի րոպե։ Թողեք գնացել եմ, չէ, որովհետև համաձայն չեմ եղել, իսկ կառավարությունը, որը տնտեսական ծրագիրն է իրականացնում, այդ կառավարության ղեկավարը աշխատի կայնած է։ բառս տղեկ կթողեք խոսեմ։ Բառս բուն իմաստով չվիրավորեմ էլ իրեն, բայց ամենաթույլ ձևով վիրավորեմ Բոսյակի մեկն էր։ Ոչ մի օրենսդրական փաթեթ կամ օրենսդրական նախաձեռնություն միտված չէր տնտեսության զարգացմանը։ Ազնիվ ասեմ առաջի անգամ եմ ասում, եւ բոլորն էլ գիտեն, ես ֆիզիկապես Իրան ատում էի։ Ո՞մ մասին եք խոսում։ Այդ թվերը որ հանեք ասեք, կիմանաք։ Ես ստիպված հոգնել էի, թողեցի գնացի։ Պարզա։ Հետո ես չեմ պայքարել, որ իշխանություն ունենամ։ Ես իմ վարկագծով, իմ դառը քրտինքով հասել եմ այդտեղ։ Ու շատ լսեք։ Ես 2008 թվականին եմ եղել որևէ կուսակցության անդամ։ Կարող են խնդրեք թույլ տամ, որ խոսեմ, էլի։ Հա, խոսեք։ 2008-ից եմ եղել որևէ կուսակցության անդամ։ 2005-ից 2009 թվականներին ես ընդդիմություն եմ եղել ՀՀՇ-ի ժամանակ։ 5 հոգի կգնաք բյուջեի քվեարկությունը կբացեք կնայեք 95-ի բյուջեին ես դեմ եմ քվեարկել տվյալ իշխանության դեմ։ Եվ գիտես ինչքան մինչև այդ ինձ հալածել էին, ինձ գիտեք ով ա փրկել։ Գարեգին առաջինն ա փրկել, որ ինձ չհալածեն։ Ովքեր էին հալածել։ Հաշն։ Դրանից հետո ելի փորձել են։ Ինչպես են հալածում Կարապետյան։ Հալածանքը ինչպես։ Լավ մեկ բառով ասեմ, ես ընտրվել էի, ասում էին մինչև ՀՀՇ չգրես, բանը մանդատը չէինք տալու։ Առաջի կրողներից մեծամասնական ընդրակարգով ես եմ եղել։ Պարոն Կարապետյան, հիմա ձեզ Լավ, մի րոպե մի խանգարեք, էլի ես մարդկանց հարցերը, հետո կտեկվեմ։ Ես այդ բանը խոսելու շփելու մշակույթը ունեմ, սիրելիս։ Ձեր անունը ո՞նց է։ Շողիկ ջան։ Չէի ուզում խոսեի, բայց ընդհանրապես որոշ բաներ ասացի։ Հալածվելը ինչի, որ ես ինձ մուչինիքի տեղ եմ դնում, յանը ինձ սպանեցին, ինձ կերան։ Այդպես չի։ Ես սկզբունք եմ ունեցել, որ չեմ ուզեցել մտնել, միգուցե լավ կուսակցություն ա եղել, իսկ հիմա սաղ փախան դրա ճտերը նիկոդեն, կլանայեք, ազգային ժողովի տեղակալով ա, ում ճուտնա, ում փողերով ա սովորել բան հարդ երկրում։ Հələ մի հատ հիշեք, էլի։ Անունը չեմ ուզում տամ, դու գնացեք, կարդացեք իմանաք։ ՀՀՇ-ի ճտերն են, սաղ սրանք ՀՀՇ-ի ճտերն են։ Բայց փաստացի հաջորդը աջակցում է քաղաքական հայրը չի, ընդհանրապես քաղաքական հորը դրանք դավաճաններ են եղել, լափել են ու թռել են։ Ինքը ավելի խելացի մարդ է ու խելոք, քան բազմաթիվ այդ բանը ողմակը պատճառը Լևոնը ասեմ ձեզ, բայց ես իրան այս պահին ավելի շատ եմ հարգում։ ինքը փաստացի ձեր օրակարգի շուրջ էր կոչարել։ Մի րոպե էլի։ Ես իրան ոչ հանդիպել եմ, ոչ տեսել եմ, ոչ բարևել եմ, ոչ էլ ինքն է ցանկացել, ոչ էլ ես մինչև հիմա ցանկություն ունեմ, չնայած մտքիս մեջ իրան հարգում եմ, բարձրաձայնեցի։ Այդ ավազակները ով ինչ արեց, թողեցին, փախան, այդ մարդը գոնե իր սկզբունքներից ինքը ինտելեկտուալ մարդ է, ինքը մտածել գիտի, ինքը ստամոքսով չի մտածում, հասկանում եք, ու Բորենի նման հարձակվել են այդ մարդու վրա, ամոթ չի արա, ձեր առաջին նախագահն արա,
գոնե որպես հայր ընդունեք, այստեղից է մեր ամենամեծ խնդրը գալիս։ Ոչ ծնող ենք ճանաչում, ոչ քույր ենք ճանաչում, ոչ եղբայր ենք ճանաչում։ Մեր ասածը ո՞րն է։ Բերեք, եկեք, խելոք բոլորս, անկախ դրանից ես եմ ոչ ճիշտ, դուք եք ոչ ճիշտ։ Հիմա խո իմ խնդիրը չի, Սամվելի խնդիրը չի, ոչ էլ Նիկոլի խնդիրն է։ Մենք պետք է լեզու գտնենք իրար հետ, անգամ ԿՊ-ն ու բանը, հանդիմություն է լեզու պետք է գտնեն։ Մեր ինքնության խնդիրն է այստեղ դրված։ Բացի այդ վերնախավի մի քանի հոգուց ցանկացած հետ ու եթե խնդրեմ ունենան, տանեմ տունս պահեմ։ Պարոն Կարապետյան, բայց ասում են ձեր իշխանության գալուց հետո Ոչ։ այսինքն Սամվել Կարապետյան Բերից չի երեխեք։ ընդհանրապես այսօրվա ակնկալիքների հետ Ձեզ Շողիկ ջան, ձեզ խոստացա, մի հարց էլ պատասխանեմ, էլ չեմ պատասխան։ Մի բան անպայման հիշեք։ Սամվելի ինժեներ պետք է ամեն ինչը։ Հələ մի հատ բանը չի։ ձեզ հարցնենք Միրովե, ձեր մտքով բաց թողեք, էլի ամեն ինչը ուներ, ամեն ինչ կար։ Ինքը անկախ մարդ է, ստե բանը ցանցերն են գողանում, Թիֆլիսում էլ չգիտեմ ինչը գողանում, եթե ստե ցանցերը գողանում են իր ձեռից։ Խլելը չեմ ասում, որտեվ իրանք փոքր են, որ մեր ձեռից խլեն, մեգա բանը վերօրենքը բանը վերօրենքի դաշտում իրանք պատասխան են տալու միջազգային դատարանում։ Եթե այդ մարդու հեչ վեճը չի, որ այդքան հնարավորություններ ա դրել, այդքան էներգիա ա դրել ու աչքը անգամ չի չպասում, հետո չասեն աչքիներով են խոսում, սա օպտիկական աչքիները։ Կարող եք փորձել։ Ավարտեմ։ Ինչի համար անում, կարակ ասեք, այ որ դուք ձեր համար հարցնեք, հաջորդ անգամ հանդիպեք, հաստատ այնինչ ես եմ մտածում, դուք ինքներդ ինձ կասեք։ Իսկ ինչու 2025-ի Այլ ինչը որ ասեցի, որովհետև Սարյագուն ժամանակ է։ 20